ըստ էության եւ Ադրբեջանի եւ մեր կողմի եւ հայաստանյան կողմի դիրքորոշումները երկու հարցի վերաբերյալ էլ հայտնի են։ Իհարկե մենք փորձեցինք Նախարար Բայրամովի հետ Անտալիայում օրեր առաջ մի փոքր ավելի առաջ գնալ, ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել, ինչպես եւ նախկինում մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտը ազդարարելու, դեպքում ինչպիսին է կամ որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում մենք իհարկե կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ օրինակ, հետևաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա եւ հակառակը կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում։ Այդ պատճառով մենք կողմ ենք եւ բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին, մենք ուղղակի կարծում ենք, որ մենք այդ գործընթացները կարող ենք փաստաթղթեր առնվազն նույն օրում ստորագրել, նույն օրը, ինչ հաջորդականություն ուզում եք դրեք, մեկը խաղաղության համաձայնագիրը եւ մյուսը միահամատեղ դիմումը ԵԱՀԿ-ին տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստականության կամ նախաձեռնության մասին։ Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, գիտեք, այս մասին էլ շատ երկար խոսել ենք։ Նախ, բայց քանի որ հարցնում եք, մեկ անգամ էլ կասեմ, նախ պետք է հասկանանք, որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները։ Եթե սա ուղղակի գործիք է, խոսույթ է, որը օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցություններ ձգձգելու եւ այդ ստորագրված խաղաղությունը չունենալու, սա մի իրավիճակ է։ Եթե անկեղծորեն մտահոգություն են տեսնում, սա այլ իրավիճակ է։ Եվ այստեղ մենք կարող ենք բացատրություն տալ, խոսել հարցի մասին եւ ասել այն մոտավորապես ինչ որ ես հիմա ասում եմ, մեր սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մենք դա ունենք ոչ միայն հիմք ասել ոչ միայն կարդալով, այլև նաև օրինակ նայելով, թե ինչպիսի դիրքորոշում ունի աշխարհում միակ իրավասու այդ իրավունքով օժտված իրավական առումով մարմինը մեր սահմանադրական դատարանը։ Եվ մենք հիշում ենք անցած սեպտեմբերին, երբ որ մի համանման փաստաթուղթ էր քննարկում եզրակացություն էր տալիս սահմանադրական դատարանը, դա երկու սահմանային հանձնաժողովների միջև կանոնակարգներ, այնտեղ կար չէ հղում Ալմաթայի հռչակագրին, դա որպես դիտվում էր բազա դելիմիտացիայի համար, սա նշանակում է, եթե շատ կարճ եւ ասենք անկյունները հարթած ասեմ, 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմաններ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ ահա եթե սահմանադրական դատարանը այս փաստաթուղթը քննարկելիս եկավ եզրակացության, որ այս դրույթը սահմանադրական է, այսինքն Հայաստանը չունի հավակնություններ այդ 91 թվականի սահմաններից այն կողմ, ապա հարցը փակված է, ստացվում է, որ մեր սահմանադրությունը չունի այդպիսի պահանջ։ Եվ մենք ելնելով սրանից կարող ենք հիմք ունենալ, իհարկե դատական իշխանությունների անկախությանը երբեք չենք կարող միջամտել կամ կանխավարկած հայտնել, բայց ելնելով նրանից, որ արդեն մի անգամ այս հարցով դրական եզրակացություն են տվել, մենք կարծում ենք, որ ստորագրումից հետո, իսկ մենք պարտավոր ենք ստորագրումից հետո վավերացման գործընթացում նորից դիմել սահմանադրական դատարանին, մենք կարծում ենք, ահա ելնելով նախորդ փորձից, որ սահմանադրական դատարանը կրկին դրական եզրակացություն կտա, չեմ կարծում, թե կարծիքը դիրքորոշումը նույն հարցում, նույն սահմանների վերաբերյալ սահմանադրական դատարանը փոխի։ Իսկ սա նշանակում է, որ չկա մեր սահմանադրությունում տարածքային պահանջ։